Մոռացում է բոլոր չարչարանքները, մտահոգությունները, երբ որ տեսնում ես այսպեսի մռութ։ Բնածին Արատով փոքրիկը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Գաստրոշիզիսի դեպքում երեխայի որովայնի խոռոչի օրգանները, մասնավորապես աղու գալարները, զարգանում են որովայնի խոռոչից դուրս։ Գաստրոշիզիսը դա զարգացման բնածին արատ է, որը հանդիպում է 10,000 ողջ ծնված երեխաների մոտավորապես 1-2-ի մոտ։ Հիմնական բարդությունը դա աղու գալարների ոչ բնական միջավայրում զարգանալու դեպքում տեղի ունենում այտուց, պատերի հաստացում, ինչը դժվարացնում է ավելի վիրաբուժական, վիրահատական բուժումը։ Առաջնորդվում են միջազգային ուղեցույցներով, կարևոր է խնդիրը ախտորոշել ներարգանդային կյանքում, վերահսկել իրավիճակը մինչև վիրահատական և հետվիրահատական փուլեր։ Աշխարհում հիմա ընդունված փաստ կա, որ այս երեխաների լավ արդյունքը լինում է հիմնականում այն հիվանդանոցներում, որտեղ նույն տեղում կազմակերպվում է եւ գինեկոլոգիան, եւ նեոնատոլոգիան, եւ վիրաբուժությունը, եւ անեստեզիոլոգիան, որովհետեւ այս երեխաների տեղից տեղ տեղափոխելը միանշանակ բարդացնում է բուժման process-ը։ Երեխայի ծնունդից հետո կատարվել է երկետապային վիրահատություն, եւս մեկը սպասվում է ապագայում։ Առաջի этаպում ուղղակի դեֆեկտը փակվել է իր պորտալարի հյուսվածքներով, 10 օր հետո կատարվել է սեփական մաշկով դեֆեկտի պլաստիկա եւ ձևավորվել է վենտրալ ճողվածք, որը որ մոտավորապես 1 տարեկան լրանալուց հետո արդեն կմտածենք ըստ երեխայի վիճակի, արդեն կմտածենք վերջնական վենտրալ ճողվածքի պլաստիկայի մասին։ Անմիջապես վիրահատությունից հետո նորածինը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում եւ բավականին երկար ժամանակ ինքը ստանում էր պարենտերալ սնուցում, մոտ 21 օր գտնվել արհեստական շնչառության սարքին միացրած եւ պարբերաբար մինիմալ տրոֆիկ սնուցում ինքը չէր մարսում։ Նոր 21-րդ օրվանից էքստուբացիայից հետո մենք կարողացանք իրան արդեն կերակրել եւ ինքը սկսեց յուրացնել կրծքի կաթը, որը շատ կարևոր է։ Փոքրիկը դուրս է գրվել ծննդյան 46-րդ օրը բավարար վիճակում 3 կիլոգրամ քաշով։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Ղևորքյան, լուրեր։